Ողջույն բոլորին, սիրելիներս ինչպե՞ս եք։ Այսօր շատ համեղ ուտեստ ենք պատրաստելու։ Դուք գտնվում եք Իրայի խոհանոցում, դա նշանակում է, որ հերթական համեղ բաղադրատոմսը կներկայացնեմ ձեզ, դուք էլ ընթրիքին կպատրաստեք ու կուրախացնեք ձեր ընտանիքի անդամներին։ Չէ՞ որ ընտանիքը ընթրիքի սեղանի շուրջ է, չէ՞ որ քննարկում են իրենց հարցերը, ժամանակ են գտնում իրար հետ ժամանակ անցկացնելու, այսպես ասած։ Մեր հայկական օջախներում հիմնականում այդպես է, չէ՞, ընտանիքի սեղանի շուրջ ընտանիքը հավաքվում ու եւ համտեսում է համեղ ուտեստներ, նամանավանդ երբ որ համեղ ուտեստ եք պատրաստել։ Այդպես ավելի երկար ենք նստում ու գեղեցիկ զրույցներ ենք անում, չէ՞։ Այսօր մեզ անհրաժեշտ է լինելու կես կիլոգրամ աղացած միս։ Իմ մոտ տավարի եւ խոզի միսը խառնված վիճակում է, յուղոտ է, ավելի համեղ է ստացվում։ Այնպես որ սկսում ենք պատրաստել, սիրելիներ։ Ընդամենը 1 ձու ավելացնելու ենք այդ կես կիլոգրամ մսի, մի փոքրիկ սխտորի փոշի, աղ ենք անելու։ Սիրելիներ, միսը դուք համեմեք ինչպես որ դուք սիրում եք։ Համեմունքները միշտ պարտադրական չեն, որովհետև հնարավոր է, որ դուք չեք սիրում այդ համեմունքները, չէ՞։ Այնպես որ համեմունքները դուք ընտրեք։ Սև պղպեղ եմ անում, սովորական աղացած պղպեղ, կարմիր աղացած պղպեղ, քաղցր պղպեղ է, մի փոքրիկ չոր ցիտրոն, Հայաստանից եմ բերել, այնքան շատ ուրախ եմ, չեք պատկերացնի, որ մեր հայկական համեմունքներից ունեմ, եւ չոր ռեհան, մի փոքրիկ էլ այսպես, ավելացնում եմ 2 ճաշի գթալ պաքսի մատ, դուք կարող եք հաց թրջել ու ավելացնել, 2 ճաշի գթալս հենց լավ վիճակում չի, մի քիչ, ես չեմ սիրում, երբ որ հացային է ստացվում, իհարկե սա կոտլետ չի, բայց թող հացային չլինի, մաքուր միսը լինի, որ համեղ լինի։ Ու խառնում ենք, իդեպ սխտորի փոշու փոխարեն կարող եք 1 փոքրիկ գլուխ սող քերիչով անցկացնել ու ավելացնել։ Հիմա մի լավ պետք է միսը համեմված տրորենք։ Վերջ, միսը պատրաստ է։ Հիմա միսը պետք է փոքրիկ, շատ փոքրիկ, այսպես գնդիկներ անենք, կոլոլակներ անենք։ Տեսնում եք, չէ, երբ որ մաքուր միսն է, ավելորդ բաներ չենք խառնել մսին, նախ իր տեսքն ու գույնն է գեղեցիկ մնում։ Երկրորդն էլ ուտեստը շատ համեղ է ստացվում, սիրելիներ։ Մսի, օրինակ, շատերը գիտեն, որ կարտոֆիլ, շատ հաց են ավելացնում, այդտեղ արդեն մսի համնուհոտը կորում է, ճիշտ է, հնարավոր է համեղ բան է ստացվում, բան չունեմ ասելու, բանջարեղենային է ավելի, բայց եթե ուզում եք հատուկ միս լինի, համեղ լինի, որակով լինի, այսպես պատրաստեք։ Վերջ, վերջացրեցի, կոլոլակներս պատրաստ են, հիմա դնում ենք գազօջախի մոտ, որպեսզի պատրաստենք համեղ ուտեստը։ Իդեպ մեզ անհրաժեշտ է լինելու նաև լոբի, նախապես էփեք, ես կարմիր լոբի եմ, նախապես պատրաստել եմ, մի փոքրիկ էլ իր ջրից պահել եմ, որպեսզի ավելի համեղ ստացվի, սիրելիներս, կես կիլոգրամի համար մոտավորապես 300-400 գրամ եփված վիճակում լոբի է անհրաժեշտ։ Սիրելիներ, թավայի մեջ ավելացնում եք 1 ճաշի գթալ յուղ, ես օգտագործում եմ ռեդի յուղ, սիրելիներ, տեսեք որքան գեղեցիկ յուղ է, համեղ, համնուհոտը տեղը կլինի ձեր ուտեստների, եթե օգտագործեք այս յուղը, սիրելիներ, արտադրվում է Բելգիայում, Եվրոպայում է արտադրվում ու շատ համեղ են ստացվում առանց հիդրոգենացված նյութերի։ Ուրեմն, թողնում ենք յուղը հալվի ու ավելացնում ենք միսը։ Միսը բոլոր կողմերից պետք է տապակենք։
Սիրելիներ, ավելացրեցի 3 հատ փոքրիկ լոլիկ արդեն մաքրված ու կտրտված վիճակում։ Եթե դուք ունեք պահածոյացված վիճակում, կարող եք շատ հանգիստ ավելացնել։ Եթե նկատում եք, լոլիկի հատիկները երևում են, այսինքն աղացած վիճակում չէ, իր կտորները ամբողջական կան։ Հիմա ինչ ենք անում։ Թողնում ենք, որպեսզի միսը շատ հանգիստ մարմանդ կրակի մեջ մի փոքրիկ եփվի լոլիկի հյութի մեջ, որպեսզի միսը ներսից եփվի մոտավորապես 15 րոպե։ Սիրելիներ, անցել է 15 րոպե, մարմանդ կրակին եփվում է միսը, ավելացնում ենք լոբին։ Լոբին իդեպ 400 գրամ էր, ասեցի, չէ, 300-400 գրամ։ Ու թողնում ենք այնքան եփի, որ մի քիչ հեղուկը պակասի, քաշվի։ Տեսեք ինչ լավ եփվում է, լավ թանձրացել է, հիմա աղ ենք անում մի փոքրիկ, որովհետև լոլիկի հյութը աղ չենք արել, չենք համեմել։ Մի փոքրիկ սև պղպեղ ենք անելու, աղացած։ Ինչպես միշտ կարմիր պղպեղ, չոր ռեհան, տեսեք, ինչ անուշ ուտես ստացվեց, սիրելիներ, կրակը անջատում ենք, թողնում ենք հովանա, մատուցելուց կարող եք նաև թարմ կանաչի ավելացնել։ Այս ինչ համեղ է, բուրում չեք պատկերացնի։ Հիմա թարմ կանաչիով էլ կզարդարենք և անուշ կանենք։ Վերջ, մեր համեղ ուտեստը պատրաստ է։ Սիրելիներ, ես այսօր բրինձ էլ կպատրաստեի, բրնձով կհամտեսենք, ուղղակի հրաշք է։ Շատ անուշ է բուրում, հրաշք է։ Սիրելիներ, երկու չափաբաժնից կպատրաստեք, հրաշք է։